Այլևս։ Ըստ էության դա այլ անուն կան փողերի լվացում դժվար է գտնել։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, ես գիտեմ, որ հեծը շատ ծանրաբեռնված է վարկերով։ Իսկ դուք մենք վարկերը սպասարկում եք, հա, հիմա այս փուլում նորմալ սպասարկում է գնացել։ Այո, պարոն, խնդիրներ չեն առաջացել։ Բացարձակ, ավելին ձեզ ասեմ, մեր շրջանի կառավարման 4 ամիսների արդյունքներով մենք ավելի քան 21 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորությունների մայր գումարներ ենք մարել վաղաժամկետ, այսինքն ֆինանսական որոշակի խնայողություններ են գոյացել, որոնք մենք ուղղել ենք վարկերի այն խմբի մարմանը, որոնք ավելի բարձր տոկոսադրույք ունեին, 21 միլիոն։ Եվս բառացիորեն հենց նախորդին 3 մենք 10 միլիոն դարձյալ վարկային պարտավորություն պլանային արդեն մարեցինք, որից 6.5 միլիոնը մայր գումարներ։ Ընդհանուր առմամբ ժամանակավոր կառավարչի նշանակման պահին հեծը ծանրաբեռնված էր շուրջ 396 միլիոն ամերիկյան դոլարի հասնող չափով վարկային պարտավորություններով, այդ թվում նաև թողարկված պարտատոմսերը, այս պահին արդեն այդ թիվը մոտեցել է 368 միլիոնի, այսինքն շուրջ 28-30 միլիոն դոլարի վարկային պարտավորություններ մենք մարել ենք պատշաճ, ընդ որում իմ նշանակման պահին ընթացիկ հարկային պարտավորությունները, աշխատավարձերը բոլորը հեծը կատարում էր լրացուցիչ վարկային միջոցներ ու օվերդրաֆտներ ներգրավելով, քանի որ իր շրջանառու միջոցները ամբողջովին ուրեմն միլիարդավոր դրամների հասնող տրված էր կապալառու փոխկապակցված ընկերություններին կանխավճարների տեսքով։ Այսինքն սեփական շրջանառու միջոցները տրված էր իրավաբանական անձանց, ովքեր ծառայություն են մատուցում նույն հեծին, իր իսկ հարկային պարտավորություններն ու աշխատավարձերը 5 վարկին վերցնում հարկ տալիս, իսկ իրանց միջոցները, որոնք տրված էր աշխատավարձ եւ հարկ պետքա տային, տալիս են ուրիշ ընկերությունների տոկոսով թե առանց տոկոսի։ Իհարկե առանց տոկոսի, քանի որ աշին ընկերությունների խմբի կամ մասեր կազմում կամ աֆիլիացված պաշտոնատար անձանց ընկերությունների։ Ինչու՞ ես լսել եմ նաև, որ տենց երևույթներ են արձանագրվել, որ հեծի անունով վարկ են վերցրել բանկերից եւ տոկոսով եւ առանց տոկոսի վարկը այդ նույն գումարը ըստ էության տվել են որևէ կարգավիճակով կամ կոնկրետ անձանց կամ կոնկրետ ընկերությունների, ասենց երևույթ էլ նկատվել է, հա։ Քանի որ վարույթի ավարտից օրեր առաջ ես արդեն հանդիպել եմ նաև միջազգային բանկերի EBRD-ի, ADB-ի, ֆինանսական միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին պաշտոնական եւ այդ մասին արդեն պաշտոնապես զրույց ենք ունեցել, ես ինձ թույլ տամ նաև եթերում այդ մասին խոսել, որ այո, դա ուրեմն այն երևույթի մասին է, որ հեծը 100%-ով գրավադրված լինելով միջազգային բանկերում եւ ունենալով վերջիններիս նկատմամբ շուրջ 116 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորություններ, պայմանագրային պարտավորություն ուներ որևէ տեսակի երաշխավորություն, գրավ, այլ վարկային միջոցներ ներգրավելու պարագայում թույլտվություն ստանալ վերջիններից, այդ թվում նաև որոշակի սահմանաչափի դեպքում պարտավոր էր համաձայնություն ստանալ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովից, իսկ որոշակի սահմանաչափի նույնիսկ դեպքում օրենքի իմպերատիվ պահանջով նաև պարտավոր էր կառավարության համաձայնություն ստանալ։ Եվ ահա հեծի կառավարիչները եւ տնօրենների խորհուրդը վերջինիս որոշումներով 9 տարվա մեջ շուրջ 691 միլիոն ամերիկյան դոլարի հասնող երաշխավորություններ են տրվել մի քանի տասնյակ տարբեր ընկերությունների, տաշիր ընկերությունների խմբի դարձյալ ուղղակիորեն աֆիլիացված կամ անուղղակիորեն իրական շահառու հանդիսանալով եւ գրավադրելով առանց գրավի առարկայի իհարկե, բայց երաշխիքը ինքնին ենթադրում է գրավը։ Քանի որ երաշխավորության պայմանագրի մեջ արդեն նշված է, որ հեծը այդ երաշխավորության համար պատասխանատվություն է ստանձնել իր ողջ շրջանառու միջոցներով, գույքով եւ ամբողջ կարողություններով։ Հիմա կներեք, այդ 3 դեպքերն էլ արձանագրվել են, որ միջազգային կազմակերպությունների հետ պետքա ճշտվեր, բայց չի ճշտվել, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ պետքա ճշտվեր, բայց չի ճշտվել, կառավարության հետ պետքա ճշտվել ու չի։ 3-ն էլ կան պրակտիկայում են։ Եվ նախորդին իմ հնչեցրած 6 հիմնավոր կետերից մեկը նաև արդեն այդ փաստը երաշխավորություններն է։ Ընդ որում ընթացիկ տարվա մարտ ամսվան 42.5 միլիոն դրամի նմանատիպ երաշխավորության պայմանագրի դարձյալ կնքվել էր այս տարվա, այսինքն չեն կարող ասել, որ դա նախկինում է տեղ ունեցել եւ մեր հայթայթած, այսպես ասեմ, քանի որ այս փաստերը բոլորը մենք հայթայթել ենք, այդ թվում նաեւ սերվերներում ջրջված
տեղեկատվության վերականգնման արդյունքում ենք ձեռք բերել այս ամբողջ տվյալները, որովհետև գաղտնի են պահում մեզանից եւ իմ նշանակումից առաջ այդ բոլոր փաստաթղթերը նաեւ արխիվից վերացվել էր, պարզապես աղալու միջոցով վերացվել են։ Այդ բոլոր փաստերը դարձյալ այս արժանապատվության դարձել բանկային համակարգում չեն կարող չլինեն, որովհետև իրանցից դուք ճիշտ եք, ցավալին այն է պարզապես, որ տարեկան աուդիտը, որը պայման է նաև ՀՑԿ կողմից, տարեկան աուդիտի փաստաթղթերով էլ այդ տվյալները չէին անցնում եւ իրենք իսկ հեծը նաև իրենց իսկ կողմից պատվիրված եւ իրականացող աուդիտի տվյալներում էլ չեն ներառել այդ փաստերը եւ հունիսի 1-ի դրությամբ պարտավորությունը ֆիքսված է հստակ, որ պետք է ներ տվյալներ։ Անշուշտ ցանկացած ֆինանսական գործառնություն պիտի արտացոլվի աուդիտում։ Այսինքն տեղ չկա ասելու, որ հայեցողությունը կուզեին կարտացոլեին, չէին ուզի։ Բացարձակ չեն կարող նման բան պնդել եւ ավելին ասեմ, այս տարվա հունիսի 1-ի դրությամբ, այսինքն վարույթը հարուցելուց ամսուկես առաջ այդ երաշխավորությունները 212 միլիոն դրամ էր կազմում։ Իմ նշանակումից օրեր անց, երբ այդ մասին արդեն իմ ուսումնասիրությունը վերահսկողության արդյունքում ձեռք բերված տվյալներ ստացա եւ խորամուխ եղանք փաստաթղթերի, այսպես հայթայթմանը, իմ ունեցած հավաստի տվյալներով շուրջ 5 բանկերում ունեցած երաշխավորությունների զգալի մասը հրատապ կարգով մարվում են Տաշիր ընկերությունների խմբի սեփականատերի կողմից։ Այս պահի դրությամբ շուրջ 48 միլիոն դոլարի պարտավորություն է դեռևս արկա միայն մեկ բանկում։ Թեպետ մենք մյուս բանկերին եւս այդ տվյալ բանկին պաշտոնապես հուլիս ամսվա վերջերից օգոստոսի սկզբին արդեն պաշտոնապես գրագրություններով խնդրել ենք մեզ տրամադրել հետի հետ ունեցած ողջ ֆինանսա-նյութական փոխպարտավորությունների պատկերը։ Սկզբնական շրջանում տարակուսանքով եմ ասում, բանկերը խուսափում են այդ մասին մեզ հետ խոսելուց, որովհետեւ իրենք էլ վստահաբար հասկանում են, որ հետի կողմից լրջագույն առերևույթ խախտումները տեղ ունեցել եւ վերջն արդյունքում հասանք դրան, որ բանկերն իրենք արդեն մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ քանի որ այդ գործառնությունները իրավակարգավորումից դուրս են, մենք դրանք համարում ենք օրենքից դուրս եւ դրանք առողջին չեն այս պահին։ Բանկերն իրենք խոստովանեցին։ Բացառությամբ մի բանկի, որ այդ այս պահին բանակցությունը շարունակվում է։ Այսինքն իրանք ընդունեցին, որ դե խնդրեմ կա եւ ասցին մենք այդ համարում ենք առողջ։ Ընդունեցին եւ այդ փաստաթղթերը։ Իսկ իմ ասած երևույթը այդ ձևով է արտահայտվել, թե նաեւ եղել են, որ փողը ֆիզիկապես վերցվել է, ու կանխիկ թե բնականաբար այդ չի եկան, որ վերցվել է վարկ եւ տրվել է մարդու կամ ընկերության։ Չնայած ձեր ասած երևույթը ըստ էության այդ է, որ եթե հաշվենք, որ իրենց հիմնական միջոցները կամ դրամական միջոցները ուրիշին են տվել աշխատավարձ վճարելու համար վարկ են վերցրել, ըստ էության ինչ տարբերություն վարկը վերցնեին այնտեղ տային, թե այն մյուսը։ Բան վարչապետ, այստեղ երկու կարևոր ուրեմն հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը սևեռել։ Մեկը, որ երաշխավորություններ ստացած տասնյակ ընկերությունների մի մասը ուղղակիորեն ծառայություններ եւ ապրանքներ մատակարարում հեծին։ Այսինքն այդ տրված երաշխավորություններով, հեծի հնարավորություններով կարողություններ են ձևավորվել տրվել ընկերություններում եւ այդ կարողությունները փոխկապակցված են։ Այո, եւ կամ ուղակի կամ անուղակի։ Այո, կոպիտ ասած իրանց ընկերություններն են։ Այստեղից էլ իրանց ընկերությունը այնտեղից։ Այսինքն իրանք իրանց այդ առևտուր են արել, այդ եւ այդ առևտրի առևտրի ծախսերը փակվել է հեծի հաշվին։ Այո, պարզապես իրանք պարտավոր էին, քանի որ հանրային ծառայությունը կարգավորման տիրույթում լիցենզավորված ընկերությունը հեծը պարտավոր էին պարզ թափանցիկ, բացի իրազեկումը թափանցիկ գնումների գործընթացներով իրականացնել ձեռքբերումները, ոչ միայն դրանով չեն արել գնումների գործընթացը թափանցիկ չեն երաշխավորել, այլ նաև իրենց եղածով, իրենց կարողություններով հզորություններ են ձևավորել այլ ընկերություններում, ովքեր հեծի իսկ տված երաշխավորություններով եւ արտոնյալ վարկերով արդեն իսկ արտոնյալ դիրքում են գտնվել մրցակից ընկերությունների նկատմամբ, դրանով աղճատելով եւ մաքուր մրցակցության դաշտի ամբողջ պատկերը, բայց նաև շատ ավելի, այսպես ասած, խոսուն մի դրվագ, ընկերությունների մի զգալի մասը որևէ կապ չունեն հեծի ու էներգետիկ շուկայի հետ, առհասարակ այլ ոլորտի ընկերություններ են, ովքեր որ լիցենզավորված էներգետիկական ռազմավարական ընկերության երաշխավորությամբ տասնյակ միլիոն դոլարի արտոնյալ վարկեր են ստացել եւ բիզնես են արել այլ ոլորտներում, ընդ որում դրանց մեջ կա նաև ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություն, ամենացավալին դա է։ Հեծի կոպիտ ասած իհարկե համատությունս ուղիղ չի, կոպիտ ասած հեծը վարկա վերցրել կամ երաշխավորություն տվել մի ընկերության, որ ասենք օրինակ կոշիկի առևտրով Այո, կարող ենք այդպես ենթադրել եւ հատկանշական հենց այս խախտման այն է, որ դրանով հեծը իր ենթակառուցվածքները դրել է ուղղակիորեն ռիսկի տակ եւ տվյալ ընկերությունները իրենց պարտավորությունները բանկերի նկատմամբ չկատարելու կամ պատշաճ չկատարելու արդյունքում բանկերը կարող էին բռնագանձման վարույթներ հարուցել
սահմանված օրենսդրական կարգերով հեծի նկատմամբ եւ օրինակ հեծի ենթակառուցվածքները կամ ենթականների մի մասը կամ ամբողջ էներգետիկ համակարգը հայտնվեր ինչ որ X ընկերության ձեռքում։ Կներեք, ասենք այդ բանկերը իրանց հերթին գային, միջազգայիններն իրենց հերթին գային, այն մյուսները իրենց հերթին գային, մենք էներգետիկ համակարգը ընդհանրապես կոլապսի առաջ կարար կանգնել։ Իրավացիք, այո։ Եվ մեր գործողությունների նպատակադրումը հենց Հայաստանի քրիտիկական ենթակառուցվածքը այս սպառնալիքից դուրս բերելն է։ Այո, կանխելու նմանատիպ հնարավոր զարգացում Որովհետև որ դա տեղի ունենար, իհարկե, ինչ էին ասելու մարդիկ, ասել են, բա այդ կառավարությունը ուր էր նայում, բա կարգավորող մարմինը ուր էր նայում, բա օպերատիվ մարմիններն ու իրավապահ մարմինները ուր էին նայում։ Ճիշտ եք ասում։ Եվ իմիջիալոց շատ կարևոր է, որ այս պատմությունը ես ուզում եմ հիշեցնեմ, որ սկսել է էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված մեր հատկապես մարզերի, հատկապես գյուղերի բնակիչների հետ մեր շփումներից, որովհետև ինձ համար շատ անսպասելի եւ տարօրինակ փաստ էր, որ մենք տարբեր գյուղերում ներդրումներ ենք անում, ասենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհ կառուցում կամ դպրոց կամ մանկապարտեզ, գնում ենք թվում է թե գյուղերում պետքա տոնակատարության տրամադրություն լինի, մարդիկ գալիս են ասում են այս հոսանքի հարցը ինչ է լինելու, այսինքն այնքան քրիտիկական է, որ նույնիսկ այդ մեծ իրադարձությունը մարդկանց օրակարգը դրականորեն չէ։ օրակարգի առաջին հարցը իրանց համար էլեկտրաէներգիայի մատակարարումներ ընդհանուր առմամբ եւ մատակարարման որակը, որտեղ մարդիկ բողոքում են, որ գնում են կոպեկ են անում, մի բան առնում են, բերում են դնում, մի ամիս հետո վառվում է կամ փչանում է շարքից դուրս է գալիս, ամեն դեպս այդպիսի տասնյակ դեպքեր են տեղի ունեցել, որ անձամբ են ասել մարդիկ, հիմա ես փորձաքննություն չեմ արել, ճիշտ է, բայց այնուամենայնիվ 1, 2, 3, 4, 5 որ մարդկանց բողոքը կրկնվում է, շակմա ինչ որ մի բան կա դրա հիմքում։ Հիմա մենք էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված կարողանում ենք կամ կարողանալու ենք ինչ որ մի բան անենք, որ այդ լարվածությունը մարդկանց սպառողական լեգիտիմ պահանջը ինչ որ ձևով հասցեագրենք։ Անշուշտ, պարոն վարչապետ, տեսեք, վիճակագրությունը վկայակոչեմ, պաշտոնական վիճակագրությունը։ Օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին համեմատած անցյալ տարվա նույն ամիսների հետ, որովհետև այս ոլորտում ճիշտ է նախորդ տարվա նույն ամիսների հետ համատականը, ոչ թե նախորդ ամիսների, ուրեմն հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27%-ով, դա գրեթե 1/3, 1/4 չափն է, իսկ քանակը, ինտենսիվությունը նվազել է 18%-ով։ Դա խոսում է նրա մասին, որ հերթապահ խմբերը, տեսուչները, մանցորները, բոլոր մասնագետները իրեն գիտեն, որ վերադասության կարգով մինչև առաջնային ուղիղ կոնտակտ ունի մեր քաղաքացու հետ, մենք հետևողականորեն յուրաքանչյուր անջատման փաստի հետևից գնում ենք։ Եվ դա ես քննարկման առարկայում դարձնում յուրաքանչյուր շաբաթ կամ երկշաբաթ մեկ ցանցերի պետերի մասնավոր տնօրենների հետ մեր աշխատանքային քննարկումներին եւ իրենք արդեն իսկ գիտեն, որ նաեւ լինելով քաղաքական անձ ինքս ուղիղ կապ եմ պահում ցանկացած քաղաքացու հետ։ Իմ պաշտոնական էջերին, հեծի պաշտոնական մեյլերին չկա մի գրություն, բողոք, նամակ, որ մենք չանդրադառնանք։